Հանուն Հոր և Որդվո և Օգնուին Սրբո ամեն։ Բարի երեքշաբթի հարուտենեն ետք Քրիստոս հարիավի մերելոց օրտնյալ է հարությունն Քրիստոսի։ Գրգին անգամ ծեր կարնելով մեր տասախոսությունները նվիրված մխիթարյանագիտության ընթերցումներու բաժնին հասած էինք 16-րդ ներկայացման միշտ անգլիացի գրագետ Գրահեմ Գրին իր մեկ փոքր բայց արժեքավոր գործին, որ էր Հովհաննես 20-9-րդի վերջին ծնունդը, որու արևմտահայերեն աշխարհապար թարգմանությունը հոգացել եմ անցնաբես դարիներ առաջ 2018-19 թվականի փոքր գրքույկ մնե և նկատած էինք գրքին ճակատը հեղինակին կողմէ շարադրված, ապա անցած էինք ցոնին իմ կողմես գրված, ինչպես նաև հարաճապանը, որ այս շարքով կներկայացնենք, դարձյալ շարադրված իմ կողմես, որ կատարած էի թարգմանությունը այս փոքր գրքույկին։ Վերջին անգամ հասած էինք քննարկելու խոսքի սպասավորության ծիրեն ներս այն հարաբերությունը և կապը, որ կար նաև փոքր տարիքես ընդմեջ Հայր Լևոն Զեքիյանի և իմանցիս և նաև դասընկերներուս անշուշտ։ Քննարկած էինք նախևառաջ բերանացի կապը այս խոսքին, հետևաբար դասավանդության ճամփով, բայց նաև վերջին մեր զեկույցին քննած էինք, թե ինչպես ասիկա միայն բերանացի չէր, այլ նաև գրավոր, և շեշտը դրած էինք, որ երկուքին ալ պարակային ըլլա բերանացի ըլլա գրավոր, կարևորը նաև կյանքի ոճն էր նկատմամբ խոսքի սպասավորության, և ասիկա կտեսնայինք նաև այն ուսուցիչներուն կամ այն ուսուցիչի մեջ ալ, որ մեր թիված կգտնվեր որպես կենդանի փարոսմը իր կյանքի օրինակով, իր գիրքով, որ ուներ նկատմամբ խոսքի հանդեպ, և հետևաբար մենք ալ որ մեր մեջ ունեինք աս հունդ աս սերմերը, այս անձնավորություններու ճամփով գուրջանային կմեծնային և մենք ալ մեր կարգին ապագային պիտի կարենայինք Աստուծմով այս ծառայությունը կատարել նախ մեր անձին, ապա նաև ուրիշներուն հանդեպ։